Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է եւ մենք հյուրընկալվել ենք Հայաստան աշխարհի գեղատեսիլ վայրերից մեկում։ Այս մեր հաղորդաշարը կոչված է նաեւ բացահայտելու Հայաստանը եւ պետք է ասեմ, որ այս գյուղը նաեւ բացահայտում էր մեզ համար, որովհետեւ ինքս էլ առաջին անգամ լսել եմ Սարյար գյուղի մասին այս հաղորդման շնորհիվ, ինչպես նաեւ մեր ստեղծագործական խմբի շատ ու շատ անդամներ առաջին անգամ էին լսում այս գյուղի մասին։ Եվ այսօր մենք հյուրընկալվել ենք մի հյուրընկալ օջախով, որ ներկայացնում է Մարտին Սարգսյանը, եւ որը միավորված ազգերի զարգացման ծրագրի ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագրի շրջանակներում պատրաստել է այս հյուրատունը, որտեղ հյուրընկալվելու են առավելապես մեղվաբուծությամբ հետաքրքրվող անձինք, որովհետև Սարյարը հայտնի է նաև իր մեղվափեթակներով, իր լավ մեղրով եւ մեղրից ստացված տարբեր արդյունքներով։ Այն, ինչ որ այսօր մենք պիտի պատրաստենք, փոքր կապ ունի մեղվի հետ եւ կուզենայի սիրով ներկայացնել մեր հյուրին, այսօրվա մեր հյուրն է Մարտին Սարգսյանը, բարև ձեզ։ Ուրախ ենք հյուրընկալվել ձեր օջախում, ձեր ընտանեկան հարկի ներքո եւ այսօր ինչ ենք պատրաստելու։ Նախ շատ ուրախ եմ ձեզ հյուրընկալել մեր օջախում, շատ հաճելի եմ։ Մի երկու բառով ներկայացնենք մեր այսօրվա ուտեստը, հավի կրծքամսով, եգիպտացորենով, տղաներս չինացի են ասում այս ուտեստի անունը։ Քանի որ ինքը այսօր ամբողջ աշխարհում Չինաստանը եթերում առաջին որպես լուր է անցնում, որպես նորություն, եւ այսօր էլ մենք որոշեցինք ցույց տալ, որ Չինաստանը հայտնի է ոչ միայն կորոնավիրուսով, այլ իհարկե իր մեծ մշակույթով, այդ թվում նաև խորհրդային մշակույթով, այդ թվում նաև ուտեստներով։ Շատ համեղ։ Հրաշալի։ Մեր սպասքը, ինչ որ դուք տեսնում եք կահ-կարասին, առավելապես ազգային է, բայց այն ինչ որ կպատրաստենք, դուք այստեղ տեսնում եք նաև սխտորը, որը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն մեթոդներից մեկն է թերևս ամբողջ աշխարհում եւ սիրով հիմա Մարտինը կպատրաստի, մենք էլ իրեն կօգնենք մեր հարցերով։ Օգտակարն ու հաճելին փորձում ենք համատեղել, ինչպես նաեւ հենց չինացիների ուտեստի միջոցով փորձում ենք պաշտպանվել կորոնավիրուսից։ Ինչից ենք սկսում, Մարտին։ Նախ երևի սկսենք հավի կրծքամիսը կտրատելուց։ Պետք է համեմենք համեմունքներով, կարմիր բիբար, սև պղպեղ, աղ, մեկ անգամ մանր կտորներ ենք։ Հրաշալի։ Մեկ անգամ մի հաղորդման շրջանակներում պատրաստում ենք եւ ներկայացնում ենք մեր աղթալան եւ մեր տարեց համագյուղացիներից մեկը ասեց ուզեց գրական ասի, ասեց նստած հեռուստացույցի դիմաց տելևիզոր էինք նայել, հիմա որ դուք ասեցիք պղպեղը եւ բիբարը, մտածում եմ որ որպես համերգներ երկուսն նույնն է, պարզապես մենք իհարկե օգտագործում ենք եւ կենցաղային եւ բիբար ենք ասում, որ ասում ենք աղն ու բիբարը տեղա լինի, հա, բայց ճիշտը բնականաբար պղպեղն է, կտրատում ենք մանր, հա, մանր ենք կրծքամիսը, այո։ Մենք համեցինք աղով, պղպեղով, ինչպես դու ասացիր բիբարով, կարմիր պղպեղով եւ սև բիբարով, հա, ճիշտ եմ, հա, հիշում։ Mēs խառնենք, թողնենք մի քիչ ներծծվի։ Հրաշալի։ Բայց երբ որ քո ընկերներն են գալի, որքան հասկանում դանակով չես խառնում, այլ ձեռքերով, չէ։ Հիմա կարող ես նույնը քեզ թույլ տալ, որովհետեւ միկրոբները մաքուր լվացված ձեռքերի դեպքում այդքան շատ չեն, հետեւաբար կարող ես հանգիստ ձեռքով խառնել։ Հիմա արդեն կտրատենք բիբարը։ Այո։ Սրանով երևի։ Հրաշալի։ Չնայած հակառակը պիտի անենք, միսը սրանով պետք է գտնենք բանջարեղեն համ։ Դա նախատեսված է բանջարեղենի համար։ Բայց համով ես պատրաստում։ Ին վրա դրած պատասխանատվության տակից մի փոքր պատվով դուրս գա։ Հրաշալի Մարտին, մի նկատառում էլ ասեմ, քաղցր պղպեղների դեպքում նախանտեր այդ զողիկներով կտրել, իսկ ասենք կծուի դեպքում ավելի այդ շրջանաձև կամ կիս օգտվենք, ես վերջացնեմ մյուսը արդեն։ Հրաշալի։ Չափերը այդքան է լինելու։ Հա։ Մի փոքր ավելի մանր։ Սա քեզ որպես ընկեր եմ ասում, որովհետև դուք անում եք մի շատ կարևոր գործ Հայաստանի համար, այն է ներկայացնել մեր համայնքների զբոսաշրջային պոտենցիալը։ Պետք է ասեմ, որ սիրելի հեռուստադիտող անմիջական հարևանությամբ Սարյար գյուղի գտնվում է մեզ բոլորս քաջ հայտնի Ջաջոր գյուղը, որտեղ գիտեք սերում է մեր նշանավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը,
եւ ինչպես Հովհաննես Թումանյանը դսեղը սարքեց հանրահայտ Անիձորը Հրանտ Մաթեոսյանի շնորհիվ դարձավ հանրահայտ, այնպես էլ Ջաջուրը աշխարհին հայտնի դարձավ անշուշտ իր տաղանդավոր զավակով Մինաս Ավետիսյանը, որի կյանքը դժբախտաբար կարճ տևեց ընդամենը 47 տարի։ Իդեպ հետաքրիր միստիկայով 47 տարի են ապրել եւ իրենց կյանքը ողբերգական են վերջացրել նաեւ մեր հայտնի բանաստեղծ Պաուլ Սևակը եւ հայտնի արձակագիր Մուշեղ Գալշոյանը։ Ջաջուրում է գտնվում նաեւ Մինասի տուն թանգարանը եւ Շարունակում ենք կտրել եւ Մարտինը կտրում է կանաչ քաղցր պղպեղը, Եվրոպայում որոշ տեղերում սրան ասում են հունգարական պղպեղ, որոշ տեղերում ասում են բուլղարական, իդեպ մենք էլ ենք այդպես օգտագործում։ Եվ գիտեք, որ անշուշտ գույնը չի ազդում համի եւ որակի վրա, դրանք պարզապես գեղագիտական տեսակետից են ավելի հաճելի, երբ որ տարբեր գունավորումներ ունեն, այլապես որակական տեսակետից կլինի դեղին պղպեղ, կանաչ թե կարմիր, իրենք նույն հատկանիշներով են օժտված։ Ասեմ, որ Մարտինը բավականին լավ է պատրաստում եւ ինքը պատրաստեց, կտրատեց մեր պղպեղը այնպես, ինչպես որ լուսարձակների լույսերն են, հա, կարմիր, դեղին, հետո կանաչ։ Եվ երբ որ Շիրակի մարզ էին գալի, մեր ստեղծագործական խմբի վարորդը մի քանի արագաչափերում հնարավոր է, որ լուսանկարվեր, ինչպես ժողովուրդն է ասում, բայց լուսանկարվելիս ցանկալի է, որ լուսանկարվել նման պղպեղի մոտ, չէ, կարմիր, դեղին եւ կանաչ։ Ավելի անվտանգ է, բալերը դուրս չի կարասը։ Բալային համակարգից չենք տուժում։ Շարունակում ենք մեր ստեղծագործական պրոցեսը եւ պատրաստում ենք հավը չինական ձևով Սարյար գյուղում ըստ Մարտին Սարգսյանի։ Հիմա խառնում ենք, թե տապակում ենք, հետո ենք խառնում։ Չէ, տապակենք, հետո կխառնենք։ Մարտին, հիմա մենք արդեն մոտեցանք ջեռոցին եւ ենթադրաբար առաջին ձեթն ենք, չէ՞ լսում։ Հա, առաջինը Կամ բուսայուղը։ Սիրելի հեռուստատող, պետք է ասեմ, որ նախընտրելի է օգտագործել չեզոք համ ունեցող բուսայուղեր, եգիպտացորեն եւ այլն։ Ձիթապտղի ձեթը նախընտրելի չէ, որտեղ ինքը ունի բնորոշ հոտ եւ համ, որ ջերմային պրոցեսից հետո ընդգծվում է, իսկ չեզոք համ եւ հոտ ունեն եգիպտացորի բուսայուղերը։ Հիմա ավելացնում ենք հավի կրծքամիսը։ Հավի կրծքամիսը մենք ավելացնում ենք մի ափսեից, որում պատկերված են ժայռապատկերներ, չէ՞։ Շիրակում կան ժայռապատկերներ։ Ես տեղյակ չեմ, բայց այս գործերի մասին կուզեի ասել, սա մեր ընկերն է արել, Լևոնը, կավագործ։ Գյումրեցի է ու բացի սպասքից նաև ինքը պատրաստում է մեր մեղրի կավից կարասները, խնոցները։ Հրաշալի։ Գյումրին գիտեք, որ ահեսների եւ արվեստների մայրաքաղաքն է։ Գյումրեցիները կատակով ասում են նաև հայրաքաղաք, մայրաքաղաքը չէ, եւ գյումրեցիները ավանդաբար աչքի են ընկնում իրենց շենքով եւ շնորհքով, չէ՞։ Շենքը այս դեպքում երկու իմաստով։ Շենք որպես շնորհք եւ շենքերը որպես ճարտարապետական կառույցներ։ Եվ չնայած Մարտինը չունի ճարտարապետական կրթություն, բայց դատելով իր հյուրատան կահ կարասուց եւ շինարարությունից կարող ենք ասել, որ այդ գենետիկան իր մեջ արտահայտում է ոչ միայն որպես մեղվաբույծի, այլ նաեւ որպես ճաշակով մարդու, հա։ Ինչ այլոց այստեղ մեր հյուրատան հարևանությամբ պահպանվել է հազարաշենը, հազարաշենները երևի տեղյակ կլինեք, հին երտիկով տների մասին է խոսքը։ Հազարաշենը դա գերանակապ է, որը թույլ է տալի, որ լույսը հնարավորինս լավ թափանցի, եւ դա հատուկ է հայկական ճարտարապետությանը։ Այստեղ գյուղացիները հիմնվել են 1700-ական թվականներից, հա, որքան ճիշտ եմ հասկանում։ Այո, հիմնականում Պարսենից են եկել։ Հիմա հարգելի Մարտին, մենք ինչ ենք անում։
Հիմա ավելացնում ենք այսօրվա ամենապահանջված ու կարևոր ուտելիքներից մեկը սխտորեն։ Այո, սխտորը։ Ինչպես գիտեք, հարգելի հեռուստադիտողներ, հնում էր սխտորը ինքը բավականին ճիշտ օգտագործվում էր եւ ինքը ուներ մանրիասպան հատկություն, եւ նույնիսկ հռոմեացի զինվորները իրենց վահաններին սխտոր էին քսում, որպեսզի զերծ մնան համաճարակներից։ Պետք է ասեմ, որ համաճարակները բոլոր ժամանակներում էլ եղել են, եւ դրանից չպետք է այսպես շատ տանջվել, ընդհանրապես պետք է զգուշության համապատասխան միջոցառումներ ձեռք առնել, որոնցից մեկն էլ այցելել Շիրակի մարզ, Սարյար գյուղ եւ ուտել չինական հավը Շիրակի ձևով, հա, կամ ըստ Մարտին Սարգսյանի։ Այո։ Իսկ ըստ Մարտին Սարգսյանի այս ուտեստը ինչ պիտի խմել։ Իմ կարծիքով ամենահարմարը այս պահին ազնվամորու գինին կլինի, որը մենք Ազնվամորու պատրաստում գինին, ենք։ այո, հրաշալի։ Մենք երբ որ վայելելիս կլինենք, ճաշակելիս կլինենք, արդեն ազնվամորու գինին կփորձենք։ Զուգահեռ հավին մենք տապակում ենք նաև պղպեղը, եւ ինչու ենք առանձին տապակում, որովհետեւ հավը ավելի երկար է տապակվում բնականաբար, քան պղպեղը եւ պղպեղը երկար տապակելիս կարող է դառնալ համ ստանալ, մեզ պետք է նրա քաղցր համը։ Եվ այս ուտեստում, ինչպես չինական շատ ու շատ ուտեստներում, մարդու զգայարանները ինչ համ որ զգում են, դրանք բոլորը մենք պիտի զգանք։ Չէ՞։ Քաղցր, դառը, կծու եւ աղի։ Թվում է նույնիսկ դուք արդեն երևի պատկերացնում եք անում, որովհետև շատ հստակ ներկայացնում եք ինչ պետք է ստանաք։ Սիրելի հեռուստատող, մենք վերադարձանք մեր ջերմիկ Բուխարի մոտ, որտեղ ավարտին կհասցնի Մարտին Սարգսյանը իր խոհարարական գլուխգործոցը, որովհետև այս գլուխգործոցը ստեղծվել է իր մտքի փայլատակման արդյունքում։ Սիրով։ Հտրատ ենք կանաչին։ Սա արդեն վերջին ակցենտն ենք Հա, կարելի է ասել արդեն գրեթե պատրաստ է։ Ես որքան հիշում եմ, կարելի է նաև սրան հայկական շունչ հաղորդել, ավելացնելով հնդկահավի բաստուրմա, հա։ Այո, ունենք Որը դուք եք պատրաստած, պատրաստում։ Հիմա դիպերվի։ Բաստուրման գիտեք, չնայած եւ ընդունված է, որ ինքը հայկական խոհանոցի մաս չէ, բայց պետք է ասեմ, որ հակառակ ինքը հայկական խոհանոցի մաս է կազմում, ընդունված է ասել, որ դա առաջացել է, երբ որ քոչվորները, մասնավորապես արաբները, ուխտերով տեղաշարժվում էին եւ դա դնում էին թամբի եւ ուխտի արանքում էր մնում եւ ինքը դրանով դառնում էր բաստուրմա, բայց իր մշակման ձևը հուշում է, որ դա հայկական է եւ պետք է ասեմ, որ մա որտեղ օգտագործում են, օրինակ խաշլամա, ղափամա, տոլմա, բաստուրմա, դրանք բոլորը հայկական ուտեստներ են։ Կանաչին ես համեմի մի փոքր շատ եմ սիրում, դրա համար շատ եմ ավելացնում։ Հրաշալի։ Մեր հեռուստադիտողները կարող են ըստ իրենց ճաշակի արդեն փորձել։ Այո։ Եվ ընդհանրապես խոհարարությունը ըստ ճաշակի է եւ ինչքան աղ ավելացնել, ինչքան պղպեղ ավելացնել, ինչ համադրություն, դրանք բոլորը ըստ պատրաստողի եւ ըստ վայելողների քիմքի է։ Բայց քանի որ շիրակցիների քիմքը լավն է, գիտեք որ Շիրակ առանձնանում է իր լավ ուտեստներով եւ տարբերվող ուտեստներով եւ շիրակցիները ավանդաբար լավ են պատրաստում։ Հույս ունեմ, որ մեր հեռուստադիտողները, թեկուզ եւ եթե չհարմարացնեն այցելեն Սայրար, իրենց տանը փորձելուց պատրաստ են այս ուտեստը եւ դուր կգան, թե իրենց տետանո անդամներին։ Դրանից Սարյար չկան, կարող են իրենք նաև օգտվել Սարյարի բարիքներից, մասնավորապես ձեր պատրաստած գինիներից, մուրաբաներից եւ մեղրից տարբեր եւ հիմա քանի որ մեր ուտեստը մոտենում է ավարտին, ավելացնում ենք լոլիկ, այո։ Ավելացնենք։ Մենք կավելացնենք նաև հնդկահավի բաստուրման կամ ապուխտը, ինչպես որ հայերենում ասվում է, կվերցնենք
գինու բաժակները։ Այն ընթացքում, երբ որ Մարտինը պատրաստում է եւ ավարտին է հասցնում ուտեստը, ես կլցնեմ գինին, որպեսզի գոնե մեկ օգտակար գործ անեմ այս սեղանի շուրջ։ Ազնվամորու իդեպ հետաքրքիր մի բան ասեմ, որ մտածում եմ մեր հեռուստադիտողների համար հետաքրքիր կլինի, ինչպես է կոչվում մորեգույնը, գիտես ազնվամորու գույնը։ Միջնադարում ինքը կոչվում էր ասկանաթույր, թույրը դա գույնն էր, ասկանն էլ ենթադրաբար այն գույնն էր, որը ունի այս ազնվամորին։ Իհարկե սա այն գույնը չէ, որ զուտ ազնվամորին, երբ որ մենք ունենք բնական վիճակում, այդ գույնը միջնադարում շատ գեղեցիկ բառ է, կոչվում էր ասկանաթույր։ Այս մի բառն է սովորեցինք շնորհիվ Մարտին Սարգսյանի։ Ավարտին է արդեն հասցվել։ Այո։ Իսկ վերջին շտրիխը գուցե Ավելացնում ենք հրաշալի, կավի պաստորման, այս էլ արդեն հրաշալի, տեսքը Զ գլխի չէ, ինչպես կասեին միջնադարում, երբ որ գային Գյումրի, չէ, Կումայրի կամ ավելի ճիշտ կլինի ասել այն ժամանակ եւ օգտվեն Կումայրու վարպետների պատրաստած ուտեստներից եւ գեղագիտական եւ հոտի տեսակետից փայլուն է։ Հիմա մենք փորձենք հասկանալու համար նաեւ համը, հա։ Ձեր գործեն հաջողություն ենք մաղթում եւ այն ցանկությունների նպատակները, որ ունեք գյուղի զարգացման հետ կապված, ձեր տնտեսության զարգացման հետ կապված, թող բոլորը իրականություն դառնան, ինչպես եւ թող բոլորը իրականություն դառնան մեր այն հեռուստատողների համար, ովքեր հետևում են մեր հաղորդաշարին եւ ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի բոլոր հայերին եւ բոլոր մարդկության առաջին առողջություն, երկրորդ պահպանված լինեն մեր սահմանները, երրորդ ձեր նման մարդիկ շատ լինեն, որպեսզի մեր Հայաստանը զարգանա։ Կհանդիպենք մեկ շաբաթ անց կրկին անգամ Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարի շրջանակներում, որտեղ կբացահայտենք եւս մեկ ուտեստ պատրաստված Շիրակի դաշտավայրում։